պատասխանի ժամանակ, պարոն Գյուրեղյան, վերջ, պարոն Թաթոյան, Պարոն Գյուրեղյան, խնդրում եմ այս դեպքը չհամեմատել, ես բացարձակ ամեն ինչ արել եմ, գիշեր-ցերեկ եղել ենք այդ մարդու կողքը, գիշեր-ցերեկ, մեկ, երկրորդը, պարոն Փաշինյանը խոսում է, ես 5000 բոլոր զոհերը այստեղ բոլոր թվականների ունենք, այսա ձեր իշխանության 5000 զոհերը եւ ով էլ ոչի մի րոպե չընդհատեք, ասեք թող չընդհատեք, բոլոր այստեղ հիմնավորումները կան, բոլոր հիմնավորումները կան, մեկ, երկրորդը, բոլոր հիմնավորումները կան, ինձ մի ընդհատեք, դա կեղծ թիվ է, Պարոն Փաշինյան մի րոպե, ինձ մի ընդհատեք, դա կեղծ թիվ է, Պարոն Փաշինյան, կեղծ չի իր իրավունքն է, թող ասի դու կպատասխանեք, խնդրեմ։ Մյուս անգամ ինձ մի Քոչարյան ընդհատեք, ընտանիքը քնի Պարոն Մարուկյան, մի ընդհատեք, Լրություն։ մի րոպե, Թողեք խոսամ, պարոն Փաշինյան, մյուս անգամ ինձ չընդհատեք, Այդ Մարուկյանները ով էլ որ չի, ով էլ որ, ես ասում եմ, հլստեղ նայեք, հասկացանք, պարոն հլստեղ Փաշինյան, նայեք, բայց մի լսեք րոպե, այդ ձեր բարերի համար դուք պատասխան եք տալու եւ մյուսը, այս զոհերը տեսնում եք, ով էլ որ չի զոհվել, ասում եք ինչի չես գնացել զոհվել, այս մեկ, երկրորդը, մի րոպե, որ խոսում ենք 3 րոպե ավելացրեք, Մահավան կոծկելու ասում եմ, իմ ձեր օրոք չի, ես հենց նոր բերեցի Սոնա Մնացականյանի դեպքը, հարց եմ տալիս, ինչու չեն ներկայացվել ռադիոկապի Փաշինյան, պատասխանեք, վերջ, լսում եք պատասխանը։ Ուրեմն ես ասում եմ պատասխանատու կերպով, որ Թաթոյանի ներկայացված թիվը բացարձակապես կեղծ է եւ իրականությանը չի համապատասխանում 44 օրյա պատերազմում ես խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առաջ, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ 44 օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող։ Սա պաշտոնական արձանագրված թիվ է։ Այս մյուս կեղծիկ ինչ հետո։ Հետո երբ հետո։ Եղել է 2022-ով հանդերձ Հայաստանի Հանրապետություն։ Ես հիմա կասեմ։ Շատ լավ։ Կասեմ, հիմա կասեմ բոլոր թվերը։ Բոլորը կա, կարող եմ ձեզ Ուրեմն ասում եմ, այստեղ բոլորը կան։ այդ թվում ձեր նշած ժամանակահատվածում 2018-ից մինչև օրս զոհերի թիվը կազմում է, ես հիմա կասեմ ձեզ 4273 ներառյալ քաղաքացիական անձին։ Այս թիվը պաշտոնապես խնդրում եմ 4273 Վերջ, շնորհակալություն, որ պլյուս մինուս 50 Պարոն Թաթոյան, ուրիշ մարդիկ եք խոսացել, Նարեկ Կարապետյան, հետո Արամ Սարգսյան, խնդրեմ, Նարեկ Կարապետյան։ Սիրելի հայրենակիցներ, մենք իզուր ենք այս մարդկանց, ով է խոսում, հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մենք իզուր ենք այս մարդուն, այսքան հարց տալ, այս մարդը 3-4 օրից էլ իշխանության չի լինելու, նա արդեն զգալով իշխանության կորուստի վախը, մի քանի տեխնոլոգիական հնարքն է ուզում կիրառի, որպեսզի նա մնա մենակ, դեմոկրատիայի դեմ քայլեր անելով մնա մենակ, այս մարդը չի լինելու էլ իշխանություն, մեր ժողովուրդը իր քայլը անելու է։ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Պարոն վարչապետ, ես հրապարակ